Մենք այս կողմը ունենք անցնող լարեր այս գծով, թե չունենք։ Դիմացի մայթով են մեր անցնող լարերը։ Մենք ստեղ լուսավորության հարցն ենք լուծում։ Այս արտի լուսավորությունը 100 տարվա է, չի աշխատում ընդհանրապես, հա, նորոգում ենք, այն վերևը միա դրածա ընդհանրապես դա։ Լավազաշիթով մաքրում ենք դրի պատերը, հանդաս տեղերը հավաքում ենք, որտեղ որ ընկնող քարեր կա, սա ռեստավրացիա ենք անում, հավաքում ենք, սարքում ենք։ Պատվենքեն դրի մաքրում ենք, լուսավորությունը նորից զորից հավաքում ենք։ Տրամուղին փորվում է գազոնի կողքով իջնող ճանապարհի վրա միջև Բաբայան խաչմերուկ։ Լարերը բոլորը գետնի տակ ինչ կա չկա, տեղադրվում է 20 90, 36 եվրոպական լուսատու ջագաներով, որ դիմի գնալություն տանվեց։ Այսինքն այս հատվածով գնում ենք տակով, անցնում ենք դիմացի մայթը, դա ձեր աշխատանքը հիմնականում է։ Շինարարությունը ավարտվելու է այս փուլը Բաբայան խաչմերուկի վրա։ Հետո գնալու ենք մինչև միատեղ խաչմերուկ, հետո մինչև Լամբադա մոստ։ Զարցյան փողոցը որ դրի դառնա Գետնյա տրամուղով կառուցած։ Անունդ ինչ է։ Արեն, ես էլ Տիգրանն եմ, Արեն ջան, ոնց ես, լավն է խաղասարքը, լավ է անցնում, լավն է, հավես է, որ հատվածն ես հավանել։ Սղարան, խաղացիր ես ով, լավ անց է։ Էլի կգաս, հա, ես միշտ տեղ է լինելու, երբ ուզես կերես։ Շատ ուրախ եմ։ Հուլիսի 28-ին մայրաքաղաքի սրտում Դիանա Աբգարի անվան զբոսայգում կայացավ Երևանի քաղաքապետարանի Երևան փողային նվագախմբի եւ հանրահայտ ու սիրված George's Beats-ի համատեղ Brass and Beats բացառիկ համերգային նախագիծը։ Մեր այս պրոյեկտի հիմքում եղել է հենց հայկական երաժշտություն, ազգային հայկական երաժշտություն եւ հայկական էստրադան։ Ամենամեծ հատուկ շնորհակալությունը Երևանի քաղաքապետարանին, հանձինս Տիգրան Ավինյանի, որ հնարավոր դարձրեց այս մեծ նախագծի իրականացումը։ Համերգային ծրագրին ելույթներով հանդես եկան անհատ եւ երաժշտական խմբերի երգիչ կատարողներ՝ Տիգրան Խախվերջյանը, Սևադա Համբարձյանը, Գրիգոր Քարտաշյանը եւ Գրիգոր Դավթյանը։ Երաժշտական երեկոն անցավ գործիքավորման հեղինակ եւ դիրիժոր Դավիթ Գյոդակյանի ղեկավարությամբ։ Հայաստանում չի եղել այսպիսի ֆորմատի համերգ, որտեղ live DJ-ինգը գումարվի փողային նվագախմբին եւ գումարվի նմանատիպ հրաշալի սոլիստների եւ բազմաժանր երաժշտություն հնչի նույն բեմից։ Կատարելու եմ կոմպոզիտորական շատ սիրված երգեր, բոլորին շատ ծանոթ, հայտնի։ Յուրահատուկ է նրանով, որ ձևաչափը միակն է դեռևս։ Զբաղվում եմ հայկական երգերի ու երաժշտությունների ռեմիքսներով, էդիթներով ու եկավ ստեղծվեց մի հատ sense մեծ պրոյեկտ, որտեղ այդ ամեն ինչը արդեն իրականացվում է ամբողջ օրկեստրի հետ։ Կարծում եմ, որ շատ պետք է այս պահին Հայաստանում լինեն նմանատիպ ծրագրեր, որտեղ որ եւ կլինի ֆոլք երաժշտությունը, եւ կլինի փոփ երաժշտությունը, եւ այդ ամենի հիմքում ընկած է սերը դեպի Երևանի հանդիսատես։
Փողային ավանդական եւ էլեկտրոնային հնչյունների միահյուսմամբ ստեղծագործությունները լցրել էին երեկոյան Երևանը, հանդիսատեսին հնարավորություն տալով բացօթյա ձևաչափով ուղիղ 1 ժամ վայելել այս յուրօրինակ երաժշտական միջավայրն ու դառնալ դրա մի մասնիկը։ Շատ հավես է ու ընկերուներիս դրա շատ դուր գալիս, Ֆրանսիայից ենք եկել մենք։ I love Yerevan so much. J'adore Yerevan. Շնոր ենք եկել ես Հայաստան ու եկել ենք առաջինը դուրս եմ եկել կենտրոն, եկել ենք այստեղ։ Շատ լավ, շատ ուրախ։ Շատ լավ է, որովհետև ես ամառները գալիս եմ ու մենակ հաճելի ասես տեղեր գալ։ Բավարարությունը շատ լավ է, մեր սիրած երկերն են արդեն ասում։ Կարծում եմ նման առիթները պետք է մեր երկրում ավելի հաճախակի լինի, չնայած որ նկատում եմ, որ բավականին հաճախակի է կազմակերպվում։ թվականից այսքան չէր աշխատում, չէր գործում, մեջն էլ շինություն կար։ այնտեղ շինություն էլ կար, տարբեր բաներ կար, որ եղել էր անցել ընդհանուր մինչև ինչ որ մարդիկ էին ապրում, ինչ ասես եղել է, ամենայն դեպս ինքը եղել է չգործող, եղել է խալխուլ վիճակում, մի փոքր թեքված, բոլոր իր հիմքերը խալխլված են եղել, բացի դրանից ունեցել ենք շատ մեծ խնդիր, որը որ սովետի ժառանգությունա չի եղել ջրի ցիրկուլյացիա եւ չի եղել ֆիլտրացիա, այստեղ տակ ամբողջությամբ պոմպակայանը, մեջը ցիրկուլյացիոն եւ ֆիլտրացիոն պոմպերն են, ֆիլտրն է, էլեկտրոնային համակարգն է, թայմերներն է, նուրբ լուսավորություն կա երեկոյան համար։ Շատ լավ է, միջավայրը փոխվել է։ Ուզում ենք մի քիչ սկզբից քննարկեցինք, մի քիչ ավելի, հետո լրիվ նայեցինք ոնց է եղել։ Երևանի հավաքանու որոշումը դուք գիտեք, որ ընդհանրապես արգելված է փողոցային առևտուրը։ Հիմա բողոքներ կան, դուք նայեք, հարգել ես ամբողջ մայթը, զբաղացել եք, մարդիկ ավելի կայլասկայով, երեխու հետ, սայլակով չեն կարողանում անցնել։ Համապատասխան արձանագրություն հսա կազմենք ձեր իրավախախտման համար եւ ձեր այս վաճառքի ենթակա ապրանքը պետք է արգելվի։
Երևան քաղաքի ավագունը որոշմամբ փողոցային առևտուրը արգելված է։ Չեք զբաղեցնում մայթերը։ Մենք կհավաքենք։ Ես եմ զբաղացում այդ։ Հիմա համապատասխան արձանագրություն կազմենք։ Իրանն է, ինքն է, մի հատ էլ Իրան։ Հա, փողոցային առևտուրն է, դա։ Ունեք խանութ։ Պարան մանամիքյա սենս դրած ինչ որ հասրեք նենց տարակ։ Դրախտերին ցավը պայտագլմա տեղ չկա։ Պետք չի, վերում ես այնքան ապրանք, ինչքան բավարարում Արգանուս Գրիգորյանն է։ Գրիգորյան ջան։ Ինչքան բավարարում է խանութի տարածքը։ Ամեն օր լինել է հսկողության տակ։ Ես նույնիսկ այս աստիճանների վրա քիչ դնեք։ ներս այդ։ Ներս է, հիմա չի եթում, հիմա այսքանը ինչ կա կար գրավում։ Վարչական իրավախախտումների վերաբերյալ 162-րդ հոդվածն ասում է, որ ոչ սահմանված վայրում առևտուր եք իրականացնում օրենսդրության պահանջների խախտմամբ։ Բարև ձեզ։ Եղբայր Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունից ենք, ոչ սահմանված վայրում առևտուր եք իրականացնում, ձեզ բազմիցս տեղեկացրել ենք, ասել ենք, Բադալյան արձանագրությունը կազմեք եւ ապրանքը արգրավեք։ Երևանի քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայությունից ենք։ Ձեզ բազմիցս ես, մեր աշխատակիցները տեղեկացրել են, որ չի կարելի արգելված է այս զոնտիկները, փողոցային առևտուրը, ինչի եք շարունակում։ Տաներեք ամեն դեպքում գիտեմ։ Այս պահին արձանագրություն է կազմվելու եւ արձանագրության հիման վրա ամբողջ ապրանքը պետք է արգրավվի։ Այս սրանք էլ ապամոնտաժեք տղեկ։ Քաղաքապետի համար 164 հանձնարարագրի հիման վրա պետք է իրականացնենք ձեր առևտրային օբյեկտում Սիցի սուպերմարկետում, որը գործում է Տիգրան մետրի փողոց համար 10 հասցեն։ Առևտրի եւ ծառայության մասն օրենքով հստակ սահմանված են պահանջներ, որը պարտադիր պետք է պահպանվի առևտրային սուբյեկտի կողմից։
ժամկետը ջնջված լինելու հանգամանքը ապրանքատեսականին դարձնում է ժամկետ անց եւ տեսանելի չի։ Երշիկի տեսականու վրա բացակայում է պիտանիության ժամկետը։ Ապրանքի տեսականու վրա առկա է փաթեթավորման ժամկետը, սակայն նշված չի թե քանի օր են այն ուժի մեջ պիտանում։ Խորում ենք, հավաքում ենք, ծառներն ենք տնկում։ Շատ գոհ են բնակիչները, ընդունում են ու դաժե ասում այսպիսի մաքրություն ընդհանրապես իրոք չենք տեսել։ Մեզ համար են անում, երեխաների համար են անում, շատ լավ աշխատանք են անում, շատ լավ։ Առավոտից երեկո իրանք մաքրություն են անում, մենք էլ պետք է պահպանենք։